Արուսյակ Մանավազյան։ Տիկին Մանուկյան, գնահատելով ձեր ազնվությունը, այսինքն շատ խոսեցիք, որ դուք ազնիվ եք, խնդրում եմ հետևյալ հարցն եմ տալիս, որտեղ դուք ձեր ելույթում խոսեցիք պետական պարտքից, ձեզ ներկայացնողը սկսվեց պետական պարտքից, էլի խոսել անվանական թվով, թիմի կեսը հարցը կամ ելույթի տեսքով խոսեց պետական պարտքից, դուք ձեր ելույթում ասեցիք էլի պետական պարտքից եւ կապիտալ ծախսերից խոսեցիք, բայց հարցերից մեկում ասեցիք, որ կառավարելի մակարդակում է 49% է, ես խնդրում եմ հիմա իմ հարցին ի պատասխան վերջը ավելի հստակ արձանագրենք, պետական պարտք հնահարաբերակցություն, արդյոք կառավարելի մակարդակում է եւ ինչն է մտահոգում ընդդիմությանը պետական պարտք ասելով, խնդրում եմ հստակ պատասխանեք։ Հարցես հստակ Վերջը չլսեցի ներողություն խնդրում։ Հստակ պատասխանեք պետական պարտքը կառավարելի մակարդակում է, ինչպես հաստատեցիք ձեր գործընկերոջի պատասխան, եւ որն է մտահոգությունը ընդդիմության, որ այդքան խոսում է պետական պարտքից, եւ ասեք պետական պարտք հնահարաբերակցությունը եւ կապիտալ ծախսերի մասով ձեր մտահոգությունը։ Տիկին Մանավազյան, եթե նայենք մեկ չափանիշով պետական պարտք հարաբերակցությամբ, այո, գուցե ընդունված միջազգային չափորոշիչներով կառավարելի է, բայց եկեք հասկանանք ինչից է կազմված այդ հնան եւ ինչ բաղադրիչներ ունի պետական պարտքը եւ եթե փոխարժեքի էֆեկտը հանում ենք այդ նույն պարտք հնա հարաբերակցությունը 2018-ին ինչպիսին էր, ես դրան արդեն մի անգամ իմ խոսքում անդրադարձել եմ, մենք ունենք հնա, որը պայմանավորված է արտաքին գործոնով, ըստ էության ձեր իշխանության վարած հանճարեղ տնտեսական քաղաքականության հետևանքը չէ, եւ համեմատել, որ հնային համապատասխան աճել է պետական պարտքը, ուզում եմ հասկանալ ինչով պայմանավորված է մեր հնայի այս աննախադեպ աճը։ Իսկ մենք բոլորս հասկանում ենք ինչով է դա պայմանավորված, որ վաղը այդ գործոնը չլինի, մենք ոնց ենք սպասարկելու, ընդդիմության մտահոգությունը դա է, ոնց ենք սպասարկելու այդ օրեցօր անշեղորեն աճող պետական պարտքը, ու հիմա եկող հոսքերը բարձրացնում են մեր դրամի փոխարժեքը ու դրամ-դոլար հարաբերակցության պարտքը արտարժույթի էֆեկտով մնում է կառավարելու, վաղը որ այդ հոսքերը չլինեն ու դրամը արժե զրկվի, դոլարային պարտքը ոնց ենք սպասարկելու, խոսքը դրա մասին է։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, եթե հավանաբար չեք ուսումնասիրել, ես կասեի, որ դուք շատ ոչ այնքան լավ տնտեսագետ խորհրդատուներ ունեք, որովհետև մեր պետական պարտքի մեծ մասը հիմա դրամային է։ Դա մեկ։ Երկրորդը, ես ուզում եմ նաև հասկանալ, երբ ասում եք հնան ինչպես է ձևավորվել, կապիտալ ծախսերի ներդրումը, մանկապարտեզ, դպրոցներ, ճանապարհներ, բոլորը ձևավորում են նաև հնայի աճը։ Երկրորդը, դուք այստեղից խոսում են արտահանումներից եկամուտ բյուջեի հատված, ուզում եմ հասկանամ արտահանումներից եկամուտ բյուջե ծավալը, ինչի մասին է խոսքը։ Եվ երրորդ հարցս, խնդրում եմ ինձ ասեք, դուք հպարտորեն իսկապես ավելի մեծ հպարտությամբ խոսում եք Տաշիրի վարկանիշից գրուպի եւ կասեք Տաշիր գրուպը որքան վարկ ունի եւ ինչպես է իր ձեռքբերումները ձևավորել, եթե վարկ ընդհանրապես չի վերցրել։ Տիկին Մանավազյան, նորից ասեմ, Տաշիր գրուպի մասին չէր խոսքը, Տաշիր գրուպի հայաստանյան խոշոր ակտիվի վարկանիշի մասին էր խոսքը։ Վարկով ինչ ենք ստեղծում, հետո այդ ստեղծած մանկապարտեզից ու դպրոցից եկած տնտեսական օգուտներով ենք սպասարկելու այդ պարտքի տոկոսները։ Արտահանելի տնտեսության մասին էին խոսում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։